Դերասան Աշոտ Պողոսյանը նկարահանվում էր Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Նրա կերպարն ամենաքննարկվող կերպարներից մեկն էր։ Նա հասցրել էր գրավել բազմաթիվ հեռուստադիտողների սրտերը։ Վերջերս նա հայտնվել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի քննարկումների կենտրոնում։ Պարզվում է, նա ամուսնացել է և հենց այդ կարևոր իրադարձությունն էլ ամենայն հավանականությամբ դարձել է պատճառ, որ դերասանը ժամանակավորապես դադարեցրել է իր մասնակցությունը սերիալում։ Նրա կերպարը հանկարծակի դուրս մնաց սյուժեից առանց հստակ բացատրության կամ ավարտի։ Այս հանգամանքն անմիջապես բուռն քննարկումների առիթ դարձավ թե սոցիալական ցանցերում, թե «Վերջին զանգը» սերիալի երկրպագուների խմբերում։ Բոլորը փորձում էին հասկանալ, արդյոք կերպարի բացակայությունը կապված է սյուժետային որոշման հետ, թե դերասանի անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների։ Եվ ահա վերջապես գաղտնիքը բացվեց։ Աշոտ Պողոսյանը հրապարակել է հարսանեկան լուսանկար սոցիալական ցանցի իր էջերում, բացահայտելով, որ կյանքի նոր փուլ է սկսվել իր համար։ Լուսանկարներում նա պատկերված է իր ընտրյալի Լուսի Ավդալյանի հետ։ Լուսին մասնագիտությամբ ատամնաբույժ է և ոչ միայն գեղեցկուհի, այլև խելացի ու նրբաճաշակին, ով ըստ դերասանի ընկերների հիանալի կերպարով լրացնում է Աշոտի բնավորության համարձակ ու ստեղծագործական կողմը։ Հարսանեկան լուսանկարն անմիջապես մեծ արձագանք գտավ համացանցում։ Հետևորդները հեղեղեցին դերասանի էջը շնորհավորանքներով, ջերմ խոսքերով ու բարեմաղթանքներով։ Շատերը նշում էին, որ Աշոտը երբեք այսքան երջանիկ չէր երևացել, իսկ Լուսին կարծես հենց նրա համար ստեղծված լինի։ Դերասանի գործընկերները ևս չուշացան մեկնաբանություններով, ցանկանալով նորապսակներին երկար ու ներդաշնակ համատեղ կյանք։ Չնայած հանդիսատեսը մի փոքր տխրել է, որ Աշոտ Պողոսյանն այլևս չի նկարահանվում «Վերջին զանգը» սերիալում, բոլորն էլ հասկանում են, երբեմն կյանքում կան պահեր, երբ իրական երջանկությունը պահանջում է մի փոքր հեռանալ աշխատանքից ու կենտրոնանալ անձնական կյանքի վրա։ Դերասանի մերձավորների խոսքով Աշոտը չի բացառում ապագայում վերադարձը թե հեռուստատեսային նախագծերի, թե թատրոնի բեմ։ Նա պարզապես ցանկանում է այս փուլում ժամանակ տրամադրել իր ընտանիքին և նոր պատասխանատվություններին։ Աշոտ Պողոսյանը բազմիցս նշել է, որ ընտանիքն իր համար կարևորագույն արժեքներից է։ Նշենք, որ ընդամենը ամիսներ առաջ քննարկվում էր Աշոտ Պողոսյանի և Ռոմելա Սարգսյանի ամուսնալուծության մասին լուրերը։ Աշոտը հաստատել էր լուրը և անկեղծացել, որ իր սիրտն ազատ է, ոչ ոք չկա կյանքումս, եթե լինի մարդ, որին կսիրեմ, մեծ հաճույքով կհայտնեմ այդ մասին։ Անձնականումս ամեն ինչ հրաշալի է, վայելում եմ ինձ տրված կյանքը հարազատ մարդկանց հետ։ Դերասանը նաև ընդգծել էր, որ որոշ ժամանակ հետո կբացահայտի նախկին սիրելիից բաժանման պատճառը։ Նշենք, որ Աշոտ Պողոսյանը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2012-ից 16 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում Սաթենիկ Մաթևոսյանի կուրսում, իսկ 2016-2018 թվականներին սովորել է արվեստի կառավարում բաժնում։ 2017-ից 18 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ 2022-ի փետրվարից Հակոբ Արոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասան է։ Դերասանն ու իր ընտրյալը ամուսնացել են դեռ ամիսներ առաջ, և նրանք չէին շտապում հանրայնացնել իրենց կյանքի կարևոր փոփոխության մասին։ Չնայած Աշոտ Պողոսյանը և սիրելին Լուսինեն դեռ ամուսնացել են օգոստոսին։ Նշենք, որ զույգի հարսանիքը կայացել է Իտալիայում։ Ամիսներ առաջ դերասան Աշոտ Պողոսյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ էր հրապարակել և կից գրառում արել՝ սիրել նշանակում է ինչ-որ մեկին հնարավորություն տալ քեզ ոչնչացնելու, բայց վստահ լինել, որ նա դա չի օգտագործի։ Այս հրապարակումից հետո համացանցում քննարկում է սկսվել, և լրատվական որոշ կայքեր նմանօրինակ վերնագրերով նյութեր են տարածել։ Ռոմելա Սարգսյանի նախկին ամուսինը սկանդալային խոսքեր է ասել։ Ինչ վերաբերվում է համացանցում տարածված տեսանյութերին, ասեմ, որ որոշել եմ կիսվել այն մտքերով, որոնք որ ինձ դուր են եկել ու փորձել մարդկանց դրական էմոցիաներ հաղորդել։ Դա կլինի թե սիրային, թե աստվածաշնչյան թեմաներով, ու հուսով եմ մարդկանց դա դուր կգա։ Պետք չէ ասոցացնել տեսանյութերը որևէ մեկի հետ։ Ինչ վերաբերվում է անձնականիս, անձնականումս ամեն ինչ լավ է, չեմ ուզում ներկա պահին փակագծերը բացել, կցանկանայի ավելի ուշ դրա մասին խոսել։ Անդրադառնալով Ռոմելա Սարգսյանի հետ այս հրապարակումն ու
խոսքերը նույնացնելուն դերասանը նշել է. «Ես չեմ ուզում տվյալ մարդու հետ կապված որևէ բան ասել, ոչ մի կերպ ասոցացվել, ընդհանրապես այդ մարդու մասին խոսել: Իմ կյանքում անցյալում ինչ եղել է, եղել է: Ես անցյալից ոչինչ չեմ ուզում խոսել, միայն կարող եմ ասել, որ ներկայում ձեր նշած անձնավորության հետ որևէ կապ չունեմ և երբեք չեմ ունենա»: